2014 թվականի հունիսի 22-ի առավոտյան Նեմրութի սրբավայրում արևը բացվեց 5 րոպեին մոտավորապես։ Տեղեկացնեմ, որ Հայաստանի արորչիների ուխտ համայնքը ուխտագնացություն էր կազմակերպել, որպեսզի, ինչպես իրենք են նշում, բոլոր աստվածների եւ բոլոր զորությունների տոնը նշվի այն սրբավայրում, որն արդեն 2000 տարեկան է, ինչպես գիտենք, կառուցվել է մեր թվարկությունից առաջ 78 թվականին։ Այնտեղ են Արամազդի, Անահիտի, Միրի, Վահագնի եւ սրբավայրը կառուցող Անտիոքոս առաջին արքայի արձանները եւ սրբավայրը գտնվում է ներկայիս Թուրքիայի Հանրապետությունում։ Մոտ 30 ուխտավորներ, ստույգ թիվը 34 ուխտավորներ բարձրացան լեռ։ Հետաքրքիրն այն էր, որ լեռան գագաթին արդեն 300 մարդ կար, որքան էլ մեզ համար զարմանալի էր։ Կարծում եմ նրանց մեջ հայեր չկային կամ եթե կային էլ մենք այդ մասին չիմացանք։ Ուխտավորներ եւ Թուրքիայի տարբեր մարզերից եւ մի շարք այլ երկրներից, այդ թվում Հեռավոր Միացյալ Նահանգներից։ Արորտիների ուխտի քրմերը կատարեցին իրենց ծեսը, փառաբանեցին հայոց հինավուրց աստվածներին։ Այնուհետ տեղի ունեցավ նաեւ պսակադրության արարողություն, որը նույնիսկ այս ուխտագնացության մասնակիցների համար էր անակնկալ։ Մեզ շատ հայտնի Գուսան Հայկազունը պսակվեց իր ընտրյալի Արմինե Խաչատրյանի հետ եւ կարծում ենք, որ վերջին 2000 տարվա ընթացքում գուցե սա առաջին դեպքն էր կամ գուցե նման դեպքեր եղել են, որի մասին մենք չգիտենք։ Ամենայն դեպս հետաքրքիր էր, որ հեթանոս հայերը, ինչպես երբեմն նշվում է, կարողացան հասնել այս սրբավայր եւ փառաբանել հայոց հինավուրց աստվածներին եւ արեբափառի տոնը դիմավորել Նեմրութ լեռան սրբավայրում։ Իդեպ հարկ է ավելացնել, որ մինչեւ Նեմրութ լեռ հասնելը հայ ուխտավորները եղան Անի քաղաքում, տեսան մի շարք տաճարներ, բնականաբար այդ թվում նաեւ Մայր տաճարը, հետո եղանք Վան քաղաքում, այցելեցինք Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի։ Բնականաբար շատ տեսարժան վայրեր այցելելու ժամանակ չկա, բայց հնդածս որոշ վայրերում եղանք եւ ուխտավորները ծանոթացան դրանց հակիրճ պատմությանը։ Այսօր մեկնում ենք քաղաք Էրզրում, որն արդեն կլինենք Հայաստանի Հանրապետությունում։ Վարդան Օնանյան, Երկիրն այսօր, Արևմտյան Հայաստան, Նեմրութ լեռ։